Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը որպես Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում իր առաջին պատարագն է մատուցում, աղոթակցում են փոխարաջնորդ Տեր Բաբկեն Վարդապետ Սալբյանը և թեմի քահանաները։ Նորանշանակ առաջնորդական տեղապահի գործունեությունը հակիրճ ներկայացնում է փոխարաջնորդ Տեր Բաբկեն Վարդապետ Սալբյանը, բարի գալուստ մաղթելով նրան։ Ժամանակին եղել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ծառայել է Ուկրաինայի հայոց թեմում, եղել է տարբեր պատասխանատու պաշտոններում և վերջում խորվիրապի վանահայրն էր և այժմ քրեակատարողական հիմնարկների տեսուչն է համատեղության կարգով և Վեհափար Հայրապետի օրհնությամբ նշանակված է նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։ Քարոզի ընթացքում Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը երախտագիտություն է հայտնում Վեհափար Հայրապետին և հավատավոր ժողովրդին փոխանցում օրվա ավետարանական պատգամը։ Նորոգվելու, մեկտեղվելու և զորանալու առիթներ դեռ շատ կունենանք։ Կարևոր է, որ այս դժվարին ժամանակներում մեր հավատքի առանցքը հանդիսացող սերը չմարի մեզանում, վերածվելով սոսկ գաղափարախոսության։ Պատարագի մասնակիցներին դիմելով ասում է նորանշանակ առաջնորդական տեղապահը։ Արեք հայրական ու եղբայրական զգացումներով մեր աղոթքն ենք բերում առհրավի բյուրավոր մարդկանց բաղարկը, որ մեր կյանքի ամենատարբեր վայրկյաններին հայրենիքում և այլուր աջակցել ու զորակցել են մեզ։ Հանձին ներկաների մեր եկեղեցու հարազատ ու հավատարիմ ուխտապահ դասին, որ այնքան սրտապնդորեն հարված եք մեր սրբություն սրբոցին։ Միաժամանակ մեր խոնար զորակցությունն ու աղոթակցությունն ենք բերում թեմից բոլոր առաջնորդներին անխտիր, Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին, որ նախընթաց ժամանակահատվածում առաջնորդել է այս վիճակը, մեր զորակցությունը թեմից հոգեշնոր, պատվարժան, բարեշնոր հոգևոր այրերին ու քահանա այրերին, ձեր կյանքի թերևս շարունակական հոգեխնամ ուղեկիցներին։ Սուրբ պատարագին ներկա են Գավառ համայնքի ղեկավարի տեղակալները, տարբեր համայնքներից ժամանած ուխտավորներ և հյուրեր։ Անահիտ Կարեյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամաօր։